Ունայ դիտավորություն էին նկատում այս ցկցկումների մեջ։ Հարգելի գործընկերներ, ով որ տեղյակ չի թող իմանա, ես լրիվ ներկայացնեմ, հենց ամենասկզբից ներկայացնեմ ոնց է եղել։ Ուրեմն ամսի 21-ին ապրիլի ավագանու անդամ Կարեն Բադալյանը դիմում է գրել ավագանու մանդատը տնելու վերաբերյալ հրաժարվելու մանդատից հրաժարվելու դիմում։ Ուրեմն ամսի 22-ին համայնքի ղեկավարը արձանագրություն է կազմել եւ ուղարկել է տարածքային ընտրական հանձնաժողովին, որը մեզ հասել է, մեզ բերել են ամսի 23-ին, որի համար փաստաթղթեր կան, այսինքն մենք գրել ենք այնպես կստացել։ Ուրեմն դրանից հետո ամսի 25-ին իրենց լիազոր ներկայացուցիչը, այսինքն Կարեն Բադալյանի լիազոր ներկայացուցիչը եկել է մեր մոտ, դիմում է իր կողմից դիմում է հասցեագրել մեզ, որ մենք քանի որ այստեղ վեճ կա, բաները հետ են վերցրել, դիմում ուզում են հետ վերցնեն, խնդրում ենք արձանագրությանը ընթացք չտալ։ Դա եղել է ամսի 25-ին։ Ուրեմն ամսի 25-ի թվագրմամբ մենք դիմում ենք ստացել Գյումրի համայնքի ղեկավարից ամսի 28-ին։ Այսինքն ուրբաթ օրը գրվել է գրություն մեզ, երկրորդ գրությունը, այսինքն մի անգամ մեզ արձանագրությունն է ուղարկվել, երկրորդ գրությունը մեզ գրվել է ամսի 28-ին, երկուշաբթի օրը, այսինքն մեզ եկել է երկուշաբթի, բայց գրությունը գրվել է ուրբաթ օրը 25-ին։ Այդ գրությունը մենք բովանդակությանը ծանոթանալով փաստորեն համայնքի ղեկավարը Կարեն Բադալյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու դիմումները վերահասցեագրվել էր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, բայց քանի որ այդ դիմումների քննարկումը մեր տիրույթում չի, մենք այդ դիմումը էլի հետ ենք ուղարկել մեր գրությունով ու հարցրել ենք, դուք հիմի մեզ սա ուղարկել եք, փաստել եք, որ մարդը դիմում է գրել հետ վերցնելու, հիմի քանի որ նոր հանգամանքներ են իայդ եկել, այն ձեր արձանագրությունից հետո դուք հիմի որոշեք ձեր են արձանագրությունը ուժի մեջ է, թե ոչ։ Մենք դա ամսի 29-ի առավոտյան մուտք ենք արել համայնքապետարան։ Ու մեջն էլ հատուկ նշել էինք, որ հնարավորինս մեկ օրվա ժամկետում մեզ պատասխանեք, այս պատասխանը մենք նիստ պետք է անենք ամսի 30-ին։ Չնայած օրենքի մեջ մի փոքր տարընթացումներ կա, միտեղ գրած է 7 օր, միտեղ գրած է 7 աշխատանքային օր, այդպիսի բան կա, քանի որ այս ընթացքում մի երկու աշխատանքա տոնական օրեր են եղել, այդտեղ տարբերությունը շատ է, 7 աշխատանքային օրը 30-ն է, չէ, հակառակ ասեմ, 7 օրը 30-ն է, 7 աշխատանքային օրը ամսի 5-ն է։ Հիմի, քանի որ ամսի 30-ին նիստը նշանակվել էր, ամսի ժամը 5-ին, նիստը ժամը 5-ի դերությամբ եղել եմ հանձնաժողովում միայն ես, մենք սպասել ենք մինչև 5:20, մեր քվորում չի եղել, նիստը հետաձգվել է, արձանագրվել է մեր գրանցամատյանում, ցանկացողները կարող են տեսնեն, ստորագրվել է մինչև 5:20 ով ներկա եղել ստորագրել են, նիստը տեղափոխվել է ամսի 5-ը, այսինքն 7-րդ աշխատանքային օրը։ Ու այդ պահի դերությամբ մենք պատասխան գրությունը համայնքապետարանից դեռ չէինք ստացել։ Ամսի 5-ին ժամը 6-ին նիստը գումարվել է, բոլորը ներկա են եղել, նիստը իրավազոր է եղել, նիստը սկսվել է, այդ պահի դերությամբ դեռ մենք չէինք ստացել համայնքի ղեկավարի գրությունը։ Երեկվա նիստի մասին է խոսքը։ Մենք նիստը չենք փակել, նիստը շարունակական է եղել, մենք արձանագրել ենք, որ նիստը կշարունակվի համայնքի ղեկավարի գրությունը ստանալուց հետո։ Արձանագրվել է այդ ամեն ինչը, հանձնաժողովի բոլոր անդամները այդ արձանագրության տակ ստորագրել են, կարող եմ ես ներկայացնեմ, բոլորը կտեսնեք այդ արձանագրությունները, եթե կարիքը կա։ Հիմի ասեմ ժողովուրդ ջան, այսպիսի բան դեռ չէր եղել, սա արդարոց դեպք էր, որովհետև նախորդ ավագանին մենք 5 տարի, քանի տակ, 20 համարյա 3 տարի ու կես վարել ենք, միշտ եղել են հրաժարականներ, այսպիսի բան դեռ չի եղել, հետո էլ ձեզ ասեմ, որ մեր հանձնաժողովում 7 հոգի ենք,
7 հոգուց որևիցե մեկը պրոֆեսիոնալ իրավաբան բան չի։ Երկու հատ ուսուցիչ կա, ես շինարար եմ կրթությամբ, իրավաբան չունենք։ Մենք ամեն ինչը մենք համաձայնեցնում ենք կենտրոնական հանձնաժողովի մեր գործընկերների հետ։ Մեր իրավաբանը, չնայած դա մեր իրավազորությունն է այս որոշումները, արձանագրությունները կայացնելը, բայց մենք իրավաբանական այդ բաների մեջ չենք կարող, որտեղ մենք այդ մասնագետը չենք։ Ուզում եմ իմանալ ճիշտ հասկանանք, էլի։ Արենը Բադալյան հայցով դիմել է դատարան, վարչական դատարան, վիճարկում է քաղաքապետի կայացրած արձանագրությունը, որը ուղարկվել է ընտրատարածքային հանձնաժողով։ Չգիտեմ, եթե դատարանը վճռի, որ հա պիտի վերադարձվի, այս դեպքում ինչ է լինելու։ Ժողովուրդ ջան, հիմի ասեմ, այստեղ դուք որ ասում եք պիտի վերադարձվի, ես այս իրավաբանական բաների մեջ էլի ասում եմ, չեմ ուզում մտնեմ, որտեղ ես այդ մասնագետը չեմ, բայց ինչ կան, որ ես տեղեկություն ունեմ կայքերից եւ այլ, ինձ ոչ մի փաստաթուղթ չի եկել դատարան, որ ասում եք բան, բայց վիճարկվում է Գյումրի համայնքի ղեկավարի այդ արձանագրությունը, որի հիման վրա մենք տվեցինք մանդատ։ Հիմի մեր արձանագրության հիմքը դա է։ Հիմի եթե դա վիճարկվի, չեղարկվի, դուրս կգա, որ մեր արձանագրության հիմքը չկա։ Հետևությունները թողնում եմ ձեզ, որտեղ ես էլի ասում եմ, ես իրավաբան չեմ կարող ասել։ Բայց իրավունք ունի ինքը դա վիճարկելու։ Որտեղ օրենքում ասում Չեմ կարող ասել։ Իրազորությունները դադարեցված են ըստ էության արձանագրությամբ։ Ժողովուրդ ջան, այս կարգի վեճերը դատարանն է որոշում։ Ես իրավասու չեմ, դատարանի եթե ցանկացած որոշում կայացրեց, ես իրավասու չեմ այդ դատարանի որոշումը քննարկել։ Եթե դատարանը որոշում է կայացնում, ելի մեր հետ դա կապ չունի։ Դատարանը որոշում պետք է կայացնի Գյումրի համայնքի ղեկավարի արձանագրության վերաբերյալ։ Մեր վերաբերյալ ոչ մեկը դատարան չի դիմե, մեր գործողությունները ոչ մեկը չի վիճարկի։ Մենք պատասխանող չենք այս պահին դրությամբ։ Օրենքի մեջ ինչ է ասում, մեկը մեկնաբանում է, որ ավականու անդամը իրավունք ունի հետ վերցնելու դիմումը, մյուսն ասում է, որ միայն падգամավորը իրավունք ունի, ավականու անդամը չունի։ Օրենքի մեջ ինչպես է Ժողովուրդ ջան, Հիմի ես ասեմ, դիմ օրենքը չնայած դա այն պարտականությունների մեջ չի մտնում, ես բայց այս ոնց ասեմ, ես իրավիճակից ելնելով ես ուսումնասիրել եմ դիմ օրենքը նաև 70-րդ հոդվածը ասում է, որ համայնքի ղեկավարը 7 աշխատանքային օրվա ընթացքում արձանագրություն է կազմում, կազմելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Հիմի գրածով ու օրենքն էլ այսպես է, օրենքը պետք է հասկանաս բառացի տարածի ինչպես գրած է, եթե տարընթերցումներ կան, այդ տարընթերցումները լուծվում են դատական կարգով։ Հիմա ինչ է դեպքը։ Սա մեր օրենքի մեջ ասեցի։ Օրենքի մեջ ոչ գրած է իրավունք ունի հետ վերցնե, ոչ է գրած է որ իրավունք չունի հետ վերցնե։ Ուղղակի գրած է որ 7 օրվա ընթացքում քաղաքապետը արձանագրություն է կազմում, կազմելուց հետո 7 օրվա ընթացքում ինքը կարող է առաջի օրը, այնպես է գրած, որ այդտեղ կարող է առաջի օրը կազմի, կարող է վերջի օրը կազմի։ Կազմելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ուղարկի մեզ։ Մենք է 7 օրվա ընթացքում պետք է հերթական համարին մանդատ տանք։ Հիմա եթե տարընթերցումներ կա օրենքի, այդ հարցերը լուծվում են դատական կարգով, դա մեր տիրույթում չի։ Պարոն Ղազարյան, հիմա եթե դատարանը որոշի վերականգնել Բադալյանի լիազորությունները, դուք մեզանից վերցնեք մանդատը։ Մենք արեք մի բան հասկանանք, էլի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մանդատ վերցնող չի։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մանդատ տվող է։ Այս պարագայում մանդատի վար տնելու տիրույթը համայնքապետարանինն է։ Մենք մանդատ տվող ենք, մենք մանդատ վերցնող չենք։ Ցանկացած հարցում այնտեղ բաներ կա, դիմ օրենքի մեջ ուրիշ հոդվածներ կա, եթե մի նստաշրջանի ժամանակ 50% քվեարկություններին բացակայում է կարող են մանդատի զրկել։ Մենք դրա հետ կապ չունենք, ժողովուրդ ջան։ Եթե զրկենք, արձանագրությունը գալիս է մեզ, մենք հաջորդին մանդատ ենք տալիս։ Մենք տվող ենք, վերցնող չենք։ Եթե համայնքի ղեկավարը առաջնորդվեր օրենքի այդ 7 օրյա ժամկետը եւ որոշում է արձանագրությունը կազմվեր ոչ թե
հաջորդ օրն ուղարկվել, այլ թողնեին վերջին օրը, հա, ըստ էության 7-րդ աշխատանքային օրը, ըստ էության առաջ չէր կա, հա, այսպես ասած, այսինքն ինքը իր մանդատը կարող էր հետ վերցնել իր Ես չեմ կարող ասեմ օրենքով, ես կարտացել եմ օրենքը մի քանի անգամ, այդպես բան նախատեսված չի եղել։ Իրենք իրենց պատասխան կառույցության մեջ են դա ֆիքսել։ Քաղաքապետը ֆիքսել է, որ օրենքով նախատեսված է այսպես, մենք այսպես արել ենք։ Պատճառն ինչ է եղել, որ ուզեցել այդ վերցնի մանդատը։ Իմի ես չէ։ Ինքը ինչքան որ ես տեղյակ եմ լրատվամիջոցներից ինչքան որ ես տեղյակ եմ, ես քանի օր այդ ամեն ինչը գրվել է, ինքը մանդատից հրաժարվել է, պատճառաբանել է այլ աշխատանքի անցնելու բանում։ Պարոն Ղազարյան, Ինչքան որ բոլորը գիտեք ժողովուրդ ջան, դրանից ավելի քիչ ես գիտեմ։ Պարոն Ղազարյան, դուք առավոտ ասացիք նիստ չեք գումարելու։ Բա ինչը փոխվեց, որ այսօր նիստ գումարեցիք, փաստաբանը, Առավոտ ասել եմ նիստ չունեմ, որտեղ այդ գերությունը մեր մոտ չի եղել։ Մենք երեկվա արձանագրությամբ մենք փաստել էինք, որ նիստ կգումարվի համայնքապետարանի պատասխան գերությունը ստանալուց հետո, երբ որ մեր գերությունը մեր մոտ եղավ, արդեն մուտք եղավ, այդ ժամանակ ես զանգահարել եմ մեր մասնակիցին, ասել եմ, որ նիստը կգումարվի ժամը 18:00-ին, որ բոլորը ներկա լինեն։ Ասեմ նաև, որ ժողովուրդ ջան, մի բան հասկանանք բոլորս, որ սա մեր հիմնական աշխատանքի վայրը չի։ Մենք բոլորս ունենք հիմնական աշխատանքի վայր, ու մենք զբաղված ենք մեր ուղիղ պարտականություններով, սա հանձնաժողովին մենք պետք է այստեղ ներկա լինենք ընտրական պրոցեսների ժամանակ։ Այս հիմի ասեմ ժողովուրդ ջան, դրա համար մեծամասնությամբ այս պարագաներում նիստերը գումարվում են աշխատանքային ավարտից հետո, որ բոլորը կարողանան մասնակցեն։ Ուղղակի թյուրիմացությամբ, քանի որ աշխատանքային ժամը ամսի 30-ին ժամը 17-ն էր ավարտը, դրա համար 17-ին էր տրվել, մարդիկ շփոթության մեջ ընկած, միշտ 6-ին է եղել, դրա համար չեն կարողացել մասնակցել։ Ու նիստը իրավազոր չի եղել։ Հիմի ասեմ, որ ես չգիտեմ, խնդիր չեմ տեսնում, եթե մարդիկ խնդիր են տեսնում, կարող են մեր գործողությունները բողոքարկեն մեր վերադասին կենտրոնական հանձնաժողովին ցկելու հետ կապված Չէ, դեռ միտումավոր ժողովուրդ ջան, եթե այսքանին բացատրելուց հետո որևիցե մեկը միտում կտեսնի, հարցրեք, ես կարող եմ փարադեմ այդ կասկածները, որովհետև մենք անկախ ենք ամեն դեպքում մեր մարմինը, այսքան մենք շփվել ենք ընտրությունների ընթացքում էր, փաստաթղթերի ընդունման ընթացքում բոլորը տեսել եք, մենք ոնց ենք վերաբերվել բոլոր կուսակցություններին, բոլոր թեկնածուներին։ Ոչ մի միտում, ոչ մի բան չկա այս ամենի մեջ։ Ուղղակի մի քիչ արդարոց էր, այսպիսի բան չէր եղել, ու ինձ թվում է, որ հանրապետությունում այսպիսի բան չի եղել, նորից Գյումրիից սկսվավ, ինչ որ պիտի սկսվեր, էլի ժողովուրդ։ այսքան մեղադրանքները, որ հանձնաժողովը փորձել է մանդատակ Գողությանը նպաստել, այսպիսի մեղադրանքներ էին նաև հնչեցվում, իշխանությունների ջրաղացին ջուլեցնել, իշխանափոխություն կատարել Գյումրիում։ Մեղադրանքները ներկայացողները ես շատ եմ ուզում, որ երբ որ մեղադրանք են ներկայացնում, ուղիղ մարդու դեմքին նայելով մեղադրանքը ներկայացնեն, չի կարելի շոու սարքել, հետո թողնել գնալ։ Ես շատ էի ուզում, որ այդ մեղադրանք ներկայացողները հիմի ներկա լինեին, ես մի երկու բառ իրենց կասեի այդ մեղադրանք ներկայացնողներին։ Իսկ իմ կողմից ասեմ, իմ կյանքում ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել ու չկա։ Նույնիսկ այն սովետական միության ժամանակ կոմունիստական կուսակցության անդամ չեմ եղել, չնայած շատ դեպքեր են եղել, որ կարող էի լինել, դա իմ կյանքի պրինցիպն է, ես ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել երբևիցե։ Իսկ քաղաքում ես ոչ թշնամի ունեմ, ու բոլորի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, բոլորի։ Ու բոլորին կարող եք հարցնել, բավականին բոլոր խմբակցությունների, տեխնազուներին, բաներին, բոլորի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ։ Այստեղ ոչ մի միտում չկա։ Ուղղակի ուզեցել ենք, որ օրենքի սահմաններում լինի, նորից եմ կրկնում, մենք իրավաբան չենք եւ մենք առաջնորդվել ենք մեր այդ ամեն մի բանը մենք
քննարկել ենք ու գտել ենք այն ձևը, որ համ օրենքը չխախտվի, համ ճիշտ անենք, որ հանկարծ մի հատ քայլ չանենք, որ օրենքի սահմաններից դուրս լինի։ Պարոն Ղազարյան,